Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ տարբերվող եւ հետաքրքիր հյուրեր։ Նոյեմբերի 24-ին ժամը 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է միայն տոնելու վրացական երաժշտության հոգին եւ գեղեցկությունը։ Վրացական գույներ համերգը հայ հանդիսատեսին կներկայացնի վրաց կոմպոզիտորների հարուստ եւ արտահայտիչ երաժշտական աշխարհը եւ յուրահատուկ երաժշտական ճանապարհորդություն է մեզ սպասվում, որը կմիավորի մշակույթները երաժշտության համընդհանուր լեզվով։ Այս ամենի մասին խոսելու ենք Վրաստանից ժամանած մեր հյուրերի հետ եւ ոչ միայն Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյան, բարի լույս, համերգի մենակատար ջութակահար Մարիանա Կիրակոզովա, թարգմանիչ Արտեմ Կիրակոսով, բարի լույս, ինչպես եք։ Ինչն եք ամենաշատը սիրում Հայաստանում, խնդրում եմ ասեք մեզ, եթե դժվար չի։ Ռագիყვարս ყველაზე მეტად սոմխեթში։ Ռամիყვարս ყველაზე მეტად սոմխեթში, ალბათ თვითონ սոմխեթი მიყვარს ზოგადად։ Երևի առաջի հերթին լրիվ Հայաստան։ Ասում են երաժշտությունը ազգություն չունի, լեզու չունի, բայց նա համախմբում է բոլորիս, ու հենց երաժշտությունն է, կապ չունի դու լինես ֆրանսիացի, իտալացի, վրացի, թե հայ, երաժշտությունը կարող է գտնել այդ ճանապարհները, հարաբերությունները հարթելու, ճանապարհ գտնել մարդկանց հետ միմյանց հետ լեզու գտնելու, հա, ըստ մեր հյուրի, հա, հետաքրքիր, որքանով է մեր երաժշտությունը նման վրացական երաժշտության, չէ՞ որովհետև շատ հաճախ ասում են վրացիները, հայերը, իտալացիները, մենք կարծես թե մեր մոտ ամեն ինչն է նույն կամ շատ մոտ։ Կայգեր հատկա Սազվարիարը ակ մուսիկաս, მაგრამ ռիդ განსხვავდება սոմխური մուսիկա, քարտულ մուսիկას։ Պրոֆեսիոնալ თვალსაზრისით თუ ზოგადად? Ზოგადად და პროფესიულად. ზოგადად ალბათ არც არაფრიდან განსხვავდება, იმიტომ რომ ტემპერამენტით საკმაოდ გაავს ერთმანეთს. თუ პროფესიული თვალსაზრისით შევხედავთ, მაშინ ჰარმონიები სხვადასხვანაირია და სხვადასხვანაირი საერთოდ სხვადასხვანაირი სტილისტიკურადაც განსხვავდება. თუმცა ხალხური თემები მაინც ყველგან არის ხალხური თემები. ანუ ერთ თემებზე არის ყველა სიმღერა, ფერხულები, მოკლედ, პროფესიული თვალსაზრისით საკმაოდ გავს, თუმცა განსხვავდება. ტემპერამენტით გავს. Վրացերեն լեզու երևի շատ հեշտ է հասկանալու, որովհետև այնտեղ շատ բարեր կա ու դուք միանգամից իմացաք։ Օրինակ տեմպերամենտի ասես։ Այո, ստիլիստիկա։ Այդ եմ ասում, էլի այդ։ Ասում եմ, որ իհարկե տարբերվում է, բայց ժողովրդական թեմաները նույնն է, ասենք գործարանի կամ ինչ որ մի գյուղացու թեմա, թե ինչ որ մեկ են, բայց պրոֆեսիոնալ ձևով մեկ է, բայց վրացականը պոլիֆոնիա է ավելի, պոլիֆոնիան ազդում է։ მრავალხმიანობა ქართულ სიმღერაში ძალიან განვითარებულია განსაკუთრებით კახეთის მხარეს. მრავალჟამიერი საკმაოდ ბევრი არსებობს, თუმცა ყველაზე გავრცელებული არის კახური. Կախետին հայերի մոտիկը, բայց ուզում եմ ասեմ, որ ես մեր այսօրվա դիրիժորը Գրիգոր Արաքելյանը ու ես մի ժամանակ մի հատ գրեցինք նյութ թերթում, որ Հայաստանում լավ կլինի զարգացնել պոլիֆոնիա խումբեր, որ զարգացնում ավելի մեծ բան դալիս կրուգազոր։ Ну, տանց որ հա, այսօր երևի եկող համերգին եկողները կզգան տարբերությունը, բայց համոզում եմ բոլորին, որ հաճույք կստանան։ Ես պարոն Բաբուրյան հարց ունեմ, ինչպես ծնվեց վրացական գույներ համերգի գաղափարը եւ ինչով է ձեզ համար կարեւոր ներկայացնել հենց վրացական, այսինքն երաժշտությունը։ Նախ ասեմ նաեւ, որ այս համագործակցությունը դեռևս 2 տարի առաջ է սկսվել, երբ որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը
հյուրախաղերով մեկնեց Թիֆլիս եւ այնտեղ Վասո Աբաշիձե թատրոնում ներկայացրինք շատ հետաքրքիր ծրագիր եւ հնչեցին հայկական ստեղծագործություններ եւ վրացական ստեղծագործություններ եւ համերգի ընթացքում ունենք բավականաչափ եւ պաշտոնյաներ, համերգին որպես հյուրեր եւ երաժիշտներ, արտիստներ, ովքեր նաեւ հենց այդ պահին միտք առաջացավ, իսկ ինչին նաեւ շարունակենք համագործակցությունը հաջորդ անգամ Հայաստանում անել համերգ եւ մի փոքր երկար տևեց այս ամենը, եթե մոտ 2 տարի ու դրանից հետո մի քանի անգամ խորհրդակցելուց, խոսելուց հետո որոշեցինք, որ Հայաստանում ներկայացնենք արդեն վրացական ստեղծագործություն եւ սրապատույցն է Համզի 24-ին կանալիք համերգը, որտեղ բացառապես վրաց կոմպոզիտորների ստեղծագործություններ ենք ներկայացնելու Օթար Տատիշվիլի, իդեպ նրա 70-ամյակն է այս տարի եւ ինքը նաեւ ներկայ է լինելու համերգին, կժամանի մոտ 2 օրից, չէ՞։ 2 օրից։ 2 օրից կժամանի Վաժա Ազարաշվիլի եւ Սուլխան Ցինցաձե, իրենց ստեղծագործություններն ենք ներկայացնելու։ Կարծում եմ, որ վերջում մի փոքր անակնկալ կլինի նաեւ երևի թե հայկական ստեղծագործությունով։ Շատ կարեւոր է վրացական երաժշտությունները նաեւ Հայաստանում ներկայացնել, որտեղ հարևան երկրներ այդքան մոտ ենք եւ ցավոք սրտի շատ հաճախակի չեն այդ նմանատիպ համերգները ու փորձում ենք բաց լրացնել ու կարծում եմ, որ հետագայում նաեւ կշարունակվի այս համագործակցությունը երևի թե Թբիլիսիում հաջորդ տարի։ Աստղատա սրա համար երևի պետք է աշխատեն ուրեմն դիվանագետներն էլ մենք մեր կողմից մեր կործանում ենք, բայց ստրուկտուրա կար, որ սա պետք մեզանից ավելի զարգացած են ու ավելի մեծ ուժ ունեն, երևի թե։ Շատ հետաքրքիր, ինչու եք ընտրել հենց այս 3 կոմպոզիտորներին, որ նրանք երևի էլ ավելի արդի են, թե մեր հայ հանդիսատեսին են ավելի շատ ծանոթ, թե կծանոթացնենք։ Ծանոթ են, համատաբար ավելի ծանոթ են այս ստեղծագործությունները Հայաստանում, նաև Մարիաննայի ընտրությունն է նաև եղել կոմպոզիտորի հետ, քանի որ նաև նրա 70-ամյակն է այս տարի, շատ հանրաճանաչ կոմպոզիտոր Վրաստանում, փորձեցինք նաև նրա ստեղծագործությունները այստեղ ներկայացնել, ծանոթացնել եւ Մարիաննան նվագելու Օթար Տատիշվիլի ջութակի կոնցերտը։ Այսպես։ Շատ լավ։ Նայեք, մենք շատ տարբեր հյուրեր ենք ունենում, տարբեր բնագավառներից, ոլորտներից ու շատ կարևոր թեմաների շուրջ ենք խոսում ու մշտապես ցավոք սրտի բացակայում է մարզերի ներգրավվածությունը, չէ՞, որ մարզերում այնքան երաժշտության սիրահարներ ունենք ու ցավոք սրտի կան մեր հայրենակիցներից շատերը, ովքեր որ եւ ֆիզիկապես, ֆինանսապես չունեն հնարավորություն ոնց որ ներկա գտնվելու Երևանում տեղ ունեցող այս կարևոր համերգներին, ներկայացումներին տարբեր, այլ երբևիցե մտածել եք այս 2 տարիների ընթացքում օրինակ նույն հետաքրքիր համագործակցությունը Վրաստանի եւ Հայաստանի այլ տանել դեպի մեր մարզեր, որը ըստ իս ինչը շատ կարևոր է։ Միշտ մեր մտքում կա եւ կա նաեւ մեր պլաններում, երբ որ մենք տարվա պլանը կազմում ենք համերգների, նաեւ ներառում ենք մարզային ծրագրեր, վրացական այս ծրագրի հետ կապված պետք է ասեմ, որ ոչ չունենք նման հնարավորություն այս պահին անելու նաեւ մարզերում, բայց տարվա ընթացքում ոչ միայն մեր կոլեկտիվը, այլև Հայաստանում գործող գրեթե բոլոր կոլեկտիվները իրենց պլանային համերգների մեջ ներառում են մարզային ծրագրեր, ինչպես օրինակ մենք այս տարի օրինակ ներկայացրել ենք ֆրանկոֆոնիայի շրջանակներում, ունեցել ենք համերգ Երևանում, այնուհետև նույն համերգը նաև կրկնել ենք Գյումրիում եւ այդպես եւ ոչ միայն Գյումրիում, Վանաձորում, մեր քաղաքներում մարզային, այնպես որ ցավ եմ կարող է քիչ է, այն ինչ որ անում են քիչ է, բայց կան պլաններում, այո։ Շատ լավ Առաջ աստված, այո։ Եվ նոյեմբեր ամիսն է, նոյեմբերի 20-ն ընդհանուր 10 օրից դեկտեմբեր ամիսն է գալիս, այ կամերային նվագախմբի համար, հա 2025 վստահ եմ որ դեռ առաջիկա դեկտեմբերին էլ կունենանք ինչ-որ ծրագրեր, որի մասին կխոսենք կրկին այս տաղավարից, բայց կամերային նվագախմբի համար, հա 2025 ստացված տարի կարող ենք համարել։ Այո, շատ ստացված, որովհետև բավական հետաքրքիր ծրագրեր ենք ներկայացրել եւ շատ համագործակցություններ ենք ունեցել մեր երկրում լիազորություններ իրականացնող դեսպանատների հետ, ինչպես Ֆրանսիայի, Իտալիայի եւ ներկայացրել ենք իրենց ստեղծագործությունները, իրենց կոմպոզիտորներին, ունեցել ենք հյուրախաղեր Փարիզում, այնուհետև Միացյալ Նահանգներում 5 համերգով հանդես ենք եկել Միացյալ Նահանգների 5 տարբեր քաղաքներում, բոլորովին վերջերս ենք վերադարձել ու բավական բազմաժանր է եղել տարին եւ
դասական ակադեմիական երաժշտություն եւ ավելի անամաչելի երաժշտություն բազմաթիվ արտիստներ, դիրիժորներ ժամանել են Հայաստան, կարծում եւ մինչեւ տարեվերջ ունենք եւս 3 համերգ, որոնց մասին ասիկ կարող եք հնարավորություն ունի խոսել դրա մասին, դեկտեմբերի 1-ին եւ 11-ին ներկայացնելու ենք իտալական երաժշտություն եւ դեկտեմբերի 1-ին ներկայացնելու ենք բիսեր կոչվող համերգը, որտեղ ներառված են լինելու միայն բիսեր, որ համերգի վերջում խնդրում ենք արտիստը կատարի բիսեր, հիմա այդ բոլոր լավագույն բիսերը հավաքել ենք մեկ համերգում եւ Նիկոլայ Մադոնը մեր հրաշալի ջութակահարը կներկայացնի այդ բիսերը կամերային նվագախմբի հետ։ Եթե չեմ սխալվում, կամերային նվագախումբը ամեն տարի, եթե գիտեմ ավանդույթ է, իտալական երաժշտությունը ներկայացնել, թե մի փոքր սխալ եմ տեղեկացված։ Դարձել է ավանդույթ, որովհետեւ շատ սերտ համագործակցում ենք Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ եւ բնականաբար համագործակցության ընթացքում ներկայացնում ենք իտալական երաժշտություն եւ իտալացի դիրիժորներ կամ մենակատարներ ու այս տարի եւս դա բացառություն չի, արդեն երկրորդ անգամ ենք ներկայացնելու իտալականը։ Հայերը շատ սիրում են իտալական երաժշտություն եւ ոչ միայն հայերը։ Դրա համար այս համագործակցությունը համարում եմ շատ ստացված ու նաեւ դեկտեմբերի 11-ին նորից համագործակցություն ենք եւ ներկայացնելու ենք արիաներ իտալական օպերաներից։ Ես Մարիանային հարց ունեմ, ինչպես սկսվեց համագործակցությունը հայկական նվագախմբի հետ։ Rogore urterto mokta sonkhur orkestra. Urterto rogor. Gushin konda პირველი რეპეტიცია და საკმაოდ առաջի փորձი, երեք გუშინ მქონდა პირველი რეპეტიცია და საკმაოდ კარგად ჩაიარა. მე ვფიქრობ რომ ძალიან მაღალი დონის ორკესტრი არის და ძალიან სასიამოვნოა მათთან ერთად დაკვირა და რა თქმა უნდა ბევრი დამოკიდებულია როგორი დირიჟორი დგას პულტთან. იმიტომ რომ რეალურად ჩემი და ორკესტრის შემაკავშირებელი არის დირიჟორი, იმიტომ რომ დირიჟორი ორკესტრსაც უყურებს, მეც მიყურებს, მიჩვენებს როდესაც შევიდე, უჩვენებს ორკესტრს, მოკლედ ზოგადად ქმნის მუსიკას ერთობლივი პროცესია, მაგრამ დირიჟორი მე რუსტადიტო უღაკი. დირიჟორი ქმნის მუსიკას, მოკლედ მე ძალიან კმაყოფილი ვარ და ძალიან ბედნიერი ვარ, რომ მომიწია და მომეცა ეს საშუალება დამეკრა სად ვახტավորեմ, որ այդենց արիտ ինձ და მინდა ძალიან დიდი მადლობა გადაუხადო ყველას. შნორაკალություն. შაჩნორაკალություն. ვინც დაორგანიზა ეს კონცერტი და առաջի երթին բարոն Ֆելիքսին իհարկե։ Այո։ Եվ մի հարց եւս, վրացական երաժշտությունը ունի շատ հզոր զգացմունքայնություն։ Ինչով է Մարիանայի համար առանձնանում։ Ռիդ կանցվավդեբա սոնքուրի դա կարդու է մուսիկա իկաց էմոցիուրիա, მაგრამ აი ალბათ მაინც უფრო ჰარმონიებით, მაინც სხვადასხვა ერია და სხვადასხვა ჰარმონიები აქვს. ქართულ მუსიკაში არის თავისი კილოები და კვინტურ, კვარტული აკორდები და სომხურ მუსიკაში სხვა ჰარმონიული მაჟორია და უფრო გადიდებული თუ მელოდიკური გადიდებული ინტერვალებით და მაინც სხვანაირი ჰარმონია არის და ამით განსხვავდება ალბათ მაინც ის რაც ახასიათებს ერს ის ჩანს მუსიკაში, იმიტომ რომ მუსიკა არის ერთ-ერთი საშუალება რომ ადამიანი გამოხატოს თავისი გრძნობები და ყველას თავისი გრძნობებია. Զգացած ամեն էմոցիա ամեն կողմից ինտեգրել այդ միացումը։ Իմիջիալոց այդ ծրագիրը այն համերգի որ կլինի, դա կլինի Սումխանցին Սազեի մինիատյուրեք։ Նա Սումխանցին Սազե հայտնի կվարտետիստ էր, բայց սա այդ կվարտետը կամերային անսամբլյամայա, բայց այդտեղ լուսողը զգա վրացական ժողովրդական ինտոնացիա այնտեղ է տենց Სხვათაშორის წელს არის Սուլխան-Ցինցաძის 100 წლის იუბილეე 100 տարի юбилей 100-ամյակն Ցինցաձեի ու այս տարի նշում ենք այդել սիմվոլիկա
ոնց որ մենք հիմա վրացերեն ենք խոսում սիմվոլիկ, այն էլ որ ցուցանցին ցածեի երաժշտությունը կհնչա։ Շնորհակալ ենք շատ։ Ես վստահ եմ, որ սա վարակիչ կլինի ու ինչպես որ դուք նշեցիք, հաջորդ համերգը կլինի Թիֆլիսում։ Մենք կգանք անպայման, եթե հրավիրենք։ Հուսանք Թիֆլիսում, հետո կրկին կգաք Հայաստան ու սա շարունակական թող լինի, որովհետև ըստ իս սա մեծ հաջողություն է բոլորիս համար, որովհետև մենք շատ հաճախ խոսում ենք տարբեր համերգների մասին, որոնք ունենում են մեծ սպառում տոմսերի, զարմանում ենք ինչպես, բայց ունենում են սպառում ու եւ կողքից լսում ենք, երբ որ դասական երեկոները ֆանտաստիկ արագությամբ սպառում են տոմսերը, դա շատ լավ է։ Դա նոր հնարավորություն է, գովելի է եւ ամենակարևորը ես վստահ եմ, որ դուք շարքերում տեսնում եք նաեւ նոր սերնդի ներկայացուցիչներին եւ երիտասարդները շատ են շարքերում։ Եթե համատենք արտերկրի հետ, եթե օրինակ հաճախեք Եվրոպայում որևիցե համերգի, Բարսելոնա ամֆիթատրոնից որ նայեք, կտեսնեք միայն սպիտակ գլուխներ, որովհետև մեծամասնությունը այդ համերգների գնացողների 50-60, այո 60+։ Իսկ Հայաստանում այդպես չէ, շատ ուրախալի է, որովհետև մեր հանդիսատեսը բավական երիտասարդ է եւ կարող եք տեսնել 15 տարեկանից մինչև 80-90 տարեկան իհարկե, բայց մեծամասնությունը ավելի երիտասարդներ են։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, մեր հյուրերն էին Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը, համերգի մենակատար ջութակահար Մարիաննա Կիրակոզովան եւ թարգմանիչ Արտեմ Կիրակոզովը։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, նոյեմբերի 24-ին ժամը 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է միասին տոնելու վրացական երաժշտության հոգին եւ գեղեցկությունը։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ շնորհակալ եմ։ Մենք ավելի շնորհակալ ենք ձեր հրավիրելու համար։ Սա էլ է ավանդույթ հերոստատիտողներին էլ շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալ ենք։ Ձեզ լավ օր։ Ընդմիջում ենք փոքրիկ գովազդ, ինչից հետո արդեն հյուրընկալ ենք մեր հաջորդ կարևոր հյուրերին, կխոսենք թատրոնից, ներկայացումներից, փառատոնից, կրկին շատ արվեստոտ առավոտ ինչպես։ Այո, մնացեք մեզ հետ։